Այսօր ես ուզում եմ խոսել Ֆրիդրիխ Նիցշեի մասին եւ գուցե զարմանալի լինի այս թռիչքը, որովհետեւ անցյալ անգամ խոսում էինք Կարլ Մարքսի մասին, թվում է թե ոչ մի կապ չկա, բայց մի չափազանց էական հանգամանք միավորում է այդ երկու մտածողներին, դա այն է, որ երկուսն էլ դիմակազերծողներ են։ Այնպես ինչպես Մարքսը փաստորեն դիմակազերծում է իդեոլոգիան, փաստորեն ցույց է տալիս, որ իդեոլոգիան շատ հաճախ հանդես է գալիս որպես կեղծ գիտակցություն, ահա Նիցշեն էլ դիմակազերծող է։ Նա էլ դիմակազերծում է բարոյականությունը, արվեստը, գիտությունը, ինչպես է անում, այդ մասին կփորձեմ ձեզ այսօր ներկայացնել։ Նիցշեն ծնվել է 1844 թվականին, մահացել է 1900-ին։ Չափազանց ինտելիգենտ մի երիտասարդ, նրա մասին բազմաթիվ պատմություններ կան, չեմ պատմում ժամանակ չունենալու պատճառով, հայրը թեմական քահանա էր, ինքը մասնագիտությամբ դասական բանասիրության պրոֆեսոր է եղել Բազելում, առողջական մեծ խնդիրներ ուներ, դրա համար կյանքը անց է կացրել շվեյցարական եւ իտալական որոշ շրջաններում կամ Ֆրանսիայի հարավում, այնտեղ որտեղ շատ մեղմ կլիմա է եղել, որտեղ այլ կլիմա տանել չէր կարող։ Եվ գոնե մի օրինակ ուզում եմ բերել իր բազմաթիվ պատմությունների մասին մի պատմություն։ Նիցշեն ասում է փողոցով, տեսնում է ուրեմն ինչ որ ձիուն կառապանը խփում է եւ շատ հուզվում է, գալիս է, ձիուն փաթաթվում է, գրկում է, համարյա լաց է լինում, որովհետեւ ձիու տառապանքները չի կարողանում տանել։ Սա այն Նիցշեն, որը համարվում է ուրեմն իշխանության կամքի ադեպտը եւ չի տանում որևէ բռնություն։ Մոտիկությունը Վագներին երևի պետք է նշել, նկատի ունեմ կոմպոզիտոր Վագներին, նրա անհույս եւ դժբախտ սիրահարությունը Վագների կնոջը Կոզիմային, Կոզիմա ֆոն Վագներին, որը իդեպ Լիստի աղջիկն էր, որ ամբողջ կյանքում իրեն ուրեմն այդպես հետը գնացել է այդ սիրահարությունը, խելագարվել է 1889 թվականին, մահացել է 1900-ին, այսինքն փաստորեն 11 տարի ապրել է առանց ստապ գիտակցության։ Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, եթե որևէ մեկը հետաքրքրված է, վերջին տարիների ուրեմն տեսահոլովակ կա Նիցշեի։ Մի քանի րոպե է տևում, եթե մտնեք YouTube, այնտեղ Նիցշե Last Days եւ անմիջապես բերում է, ուղղակի կատաստրոֆալ մի պատկեր է, խելագար Նիցշեն այս ամենի հեղինակ։ Նիցշեն նախ եւ առաջ ազդվել է Շոպենհաուերից։ Շոպենհաուերը ծնվել է 1788 թվականին, մահացել է 1860-ին, եւ նա փաստորեն իրեն համարել է ինչ որտեղ կանտական, բայց կանտին քննադատել է, որովհետեւ երբ որ կանտը ասում էր, որ ինքնին իրը ճանաչելի չէ, Շոպենհաուերն ասում է, չէ, ճանաչելի է, բայց ճանաչելի է ոչ թե բանականությամբ, այլ կամքով, որովհետեւ ինքը աշխարհը կամք է, եւ ահա կամքը կարող է ճանաչել։ Կամքով կամք ենք ճանաչում։ Եվ դրա համար մի տարօրինակ բան է ասում, նա իհարկե կարելի է հասկացությունների միջոցով աշխարհի մասին խոսել, բայց ամենալավը կարտահայտեր աշխարհի էությունը, ամենալավ կարտահայտեր երաժշտություն, որովհետեւ կամք է, փաստորեն ներքին զգացողություն է, չէ՞, այդ ներքին զգացողությունը երաժշտությունն ավելի լավ է արտահայտում, քան թե դատողությունները։ Եվ մի հետաքրքիր բան էլ է ասում, ես կուզեի, ասում է, որ իմ ազգանունը կիսով չափ կարճ լիներ։ Ոչ թե Շոպենհաուեր լինելը Շոպեն, եւ այդ դեպքում ինքն ավելի լավ կարտահայտեր աշխարհի այություն։ Շոպենհաուերը մոտ է եղել ինչ որտեղ բուդդայական որոշ գաղափարների, որովհետեւ դիտարկել է, որ աշխարհը փաստորեն ողբերգական է, աշխարհը տառապանք է, եւ դրա համար նրա աշխարհայացքը պեսիմիստական է։ Նա փաստորեն համարում է, որ ապրել չարժի եւ լավ կլինի, որ կյանքը հանգչի։ Իդեպ դեմ է ինքնասպանությանը, որովհետեւ ինքնասպանությունը կամքի դրսևորում է։ Դեմ եմ աշխարհին, ուզում եմ մեռնեմ, չէ, նույնիսկ դա պետք չի։ Ուզում է այսպես հանգիստ հանգչել, որովհետև աշխարհը տառապանք է եւ այդ տառապանքից պետք է խուսափել։ Նիցշեն ահա երկու բան կա այստեղ, որ շատ հետաքրքիր ձևով ընդունում է։ Առաջինը դա այն է, որ այո, աշխարհը ողբերգական է։ Այո, աշխարհը տառապանք է։ Բայց ի տարբերություն Շոպենհաուերի, որը այստեղից եզրակացություն է անում, որ հետևաբար մենք այստեղ անելիք չունենք, Նիցշեն հակառակն ասում է, այո, աշխարհը տառապանք է, բայց պետք է հանձն առնել այն ինչ որ կա, որովհետև այս է մեզ տրված եւ մենք դրա տերն ենք։ Այսինքն տառապանքը պետք է ընդունել շնորհակալությամբ եւ գոհունակությամբ։ Դրա համար նա մի միտք ունի, ասում է, մարդը չի ծնվել երջանկության համար։ Մի բան, որը սկզբունքորեն հակասում է ամերիկյան հիմնադիր հայրերի թեզին, չէ՞, մարդը ծնվել է երջանկության համար։ Մենք տեսնենք, որ այստեղ կապ կա։
Ահա ուրեմն այստեղ նա մի ուրիշ հետաքրքիր միտք ունի ամոր ֆատի, այսինքն սեր առ ճակատագիրը։ Եթե մեր ճակատագիրը այն է, որ մենք տառապանքի ենք ենթակա, ուրեմն պետք է տառապանքն ընդունենք։ Եվ երկրորդ բանը, որը այստեղից գալիս է Շոպենհաուերից նկատի ունեմ, դա երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն է։ Այսինքն երաժշտությունը այն է, ինչ որ արտահայտում է աշխարհի էությունը։ Այս երկու բանը շատ յուրահատուկ ձևով միավորվում են եւ տալիս են հիմք Նիցշեի առաջին հետաքրքիր գործի համար, որը կոչվում է ողբերգության ծագումը երաժշտության ոգուց։ Ողբերգության ծագումը երաժշտության ոգուց։ Փաստորեն Նիցշեի գաղափարը հետևյալն է, որ աշխարհում գործում է երկու հիմնական սկզբունք, մեկը նա անվանում է Դիոնիսյան, մեկը անվանում է Ապողոնյան։ Ապողոնյան ասում եմ, Ապոլոնյան կարելի ասել, որն է Դիոնիսյան սկզբունքը։ Դիոնիսյան սկզբունքը այն է, որ կապված է Դիոնիս Աստծո հետ։ Մենք գիտենք Դիոնիսը գինարփուքի փաստորեն աստվածներ, հարբեցողության, այսպես փաստորեն սպոնտան, իրրացիոնալ քայլերի փաստորեն մարմնավորումն է։ Եվ երբ որ Նիցշեն խոսում է Դիոնիսյան սկզբունքի մասին, նա նկատի ունի այն տարերային հարբեցումը, որը կարող է հատուկ լինել մարդու։ Ապոլոնը ընդհակառակը քնարը վերցրած բանաստեղծություն է ստեղծում, այսինքն Ապոլոնը ձև տվողն է, Ապոլոնը կարգավորողն է, նա անհատականացնողն է, եւ ահա այս երկու ուրեմն փաստորեն սկզբունքները մարդու մեջ խաղում են։ Մի կողմից մարդու մեջ կա տարերայինը, ենթագիտակցականը, հարբեցումը, մյուս կողմից կա ձև տալու, կարգ տալու հնարավորությունը։ Հիմա այս ամենը նա մեկնաբանում է չափազանց հետաքրքիր ձևով, հարց դնելով այն մասին, թե ինչպես է առաջացել հույների ողբերգությունը։ Ողբերգությունը որպես ժանր, Սոֆոկլես, Էվրիպիդես եւ այլն։ Նա ասում է, որ ողբերգությունը առաջ է եկել, որովհետև խնդիր կար ցույց տալու Դիոնիսոս Աստծո տառապանքը։ Մենք հիշում ենք աշխարհը տառապանք է։ Աշխարհը տառապանք է, աշխարհը ողբերգական է, եւ այդ ողբերգականությունը դու պետք է ցույց տաս բեմում։ Բայց այդ ողբերգականությանը դիմանալ է պետք։ Դա այնպիսի ողբերգություն է, որ դու չես կարող դիմանալ։ Եվ որպեսզի դու այդ ողբերգականությանը կարողանաս դիմանալ, ասում է Նիցշեն, այն պետք է երգել։ Որտեւ երգելը ձև է տալիս։ Այսինքն Դիոնիսյան սկզբունքը, այսպես մարդու համար մի քիչ պանելի դարձնելու համար պետք է կիրառել Ապողոնյան սկզբունքը։ Երգելը ձև է տալիս։ Երգողը խումբն է։ Հիմա ես այստեղ դժվարանում եմ ինչպես ասել, դա խորն է։ Այն ինչ որ հույները ասել են խոր, ռուսերենում այդ խորը կա, մեզ մոտ խորը տվյալ պարագայում չի կարելի թարգմանել երգչախումբ, մի քիչ այլ բան է մեզ համար երգչախումբը, խումբը։ Այսինքն դա այն հին հունական ուրեմն ողբերգության հատուկ այն խորն է, որը կանգնած է հետևում եւ մեկնաբանում է այն ամենը, ինչ որ տեղի ունենում ուրեմն բեմի վրա, ինչ որ խաղում են դերասանները։ Ահա Նիցշեն ասում է, որ սխալմունք է, թե իբր թե սկզբից կա այդ թատրոնը եւ նրանք էլ կանգնած բացադրում են, ոչ, սկզբից եղել է միայն երգեցողությունը։ Այսինքն այդ խորը փորձել է հասկանալ այն ծանրագույն ողբերգությունը, որը տեղի է ունենում Դիոնիսոսի հետ։ Նա պատմել է նրա պատմությունը։ Նա փաստորեն փորձել է տեսնել, որ սա այո աշխարհի կարգն է, դրա դեմ ոչինչ անել չես կարող, եւ ահա այդպես մեղմել է այդ ողբերգական ընթացքները։ Իսկ հետո արդեն գոյացել է ներկայացում։ Հետո արդեն գոյացել է թատրոնը։ Եվ դրա համար նա ասում է, որ ողբերգությունը ծագում է երաժշտությունից։ Եվ Էսքիլեսը ահա այն հեղինակն է, որը տալիս է այդ խորը ողբերգականություն։ Այդ անտանելի, տիեզերական, ջարդող այդ ողբերգականությունը փաստորեն որոշակի ձև է ստանում եւ դրան դիմանալ կարողանալը արդեն իսկ ուրախություն է։ Ու գիտեք, որ Արիստոտելը խոսել է կատարսիսի մասին, մաքրազտման մասին։ Այսինքն դուք դրան դիմանում եք եւ դրանով շահում եք։ Ահա այս ողբերգականությունն է, որ նա ուզում է շեշտել կյանքի եւ հետաքրքիրն ինչ է, որ այստեղ նա չափազանց սուր եւ բացասական գնահատական է տալիս Սոկրատին։ Ինչու, որովհետև ասում է հին հույները կարող էին զգալ այդ ողբերգականությունը աշխարհի, ընկալել փաստորեն որպես ինչ որ ինտուիտիվ մի բան, դրան կարգ տալ, պատկեր տալ, բայց եկավ Սոկրատը եւ ամեն ինչ փչացրեց, որովհետև ամեն ինչի մասին սկսեց դատողություններ անել։ Այդ դատողություններ անելը չորացնում է։ Դատողություններ անելը կյանքը կորցնում է։
Այնինչ Պաստորեն Նիչեի համար ամենակարևորը կյանքն է որպես այդպեսին, որովհետև կյանքից այն կողմ ոչինչ չկա, իսկ կյանքը ողբերգական է։ Եվ հա գալիս է Սոկրատը իր տափակություններով ամեն ինչ փչացնում։ Այստեղ իհարկե տարօրինակ է, որ մենք հալաջող այդտեղ ընդունենք Նիչեի այդ գնահատականը Սոկրատի, մի կողմից էլ որ ժամանակը գալիս է, որ մարդիկ պետք է մտածեն, մարդիկ սկսում են մտածել։ Հա Սոկրատը այդ մարդն էր, բայց համենայն դեպս Նիչեի տեսակետը դա է։ Եվ ահա ուրեմն քանի որ նա այս ձևով է խնդրին մոտենում, հետագայում էլ Պաստորեն Նիչեն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ այն պրակտիկ ձևերը, որոնք որ մարդը ձևավորել է իր դատողականության միջոցով, բարոյականություն, արվեստ, գիտություն, մշակույթ, կրթություն, այդ ամենը ի վերջո ոչինչ այլ բաներ չեն, քան հիվանդություն, որովհետև կյանքը ինքնին առողջ է, իսկ երբ որ կյանքի վրա սկսում ես այդպիսի տափակ կապանքներ դնել, այդ կապանքները Սոկրատից սկսած մարդիկ դնում են, փաստորեն կյանքին հիվանդացնում ես։ Եվ եթե մեկը շատ կրթված է, նա ինչ որտեղ հիվանդ է։ Ու դա Նիչեն է ասում, որ ինքը ամենակրթված մարդկացից մեկն էր։ Այսինքն, այսպես ինքնահաղթահարման ճիգ կա այստեղ։ Եվ ինքն իրեն դիրքավորում է որպես, ինչպես ինքն է ասում, խլուրդ, որպես փորող, որը պետք է ամեն բան քանդի։ Դրա համար իր ժամանակի դեմ է գնում։ Սեփական ժամանակը չի ընդունում։ Իր գործերից մեկը այդպես էլ անվանում է ժամանակավրեպ դիտարկումներ, Unzeitgemäße Betrachtungen, ժամանակավրեպ դիտարկումներ։ Եվ այն ամենը, ինչ որ նա տեսնում է քրիստոնեության մեջ, քրիստոնեությունը նա դիտարկում է որպես իր հիմնական հակառակորդ, որտեղ քրիստոնեությունը խոսում է բարոյականության մասին, քրիստոնեությունը խոսում է կարգի մասին, իսկ որն է դրան հակառակ, ինչն է ինքը ընդունում, հարավայինը, միջերկրածովյանը, պրովանսալյանը, այն ամենը ինչ կենսահանձտատ է, ինչ այսպես լիովին գիտակցելով հանդերձ, այո, որ կյանքը անցողիկ է, այնուամենայնիվ ընդունում է տառապանքի անհրաժեշտությունը եւ գոյության սարսափները։ Եվ իզուր չէր, որ հետագայում, ես ստիպված եմ դրա մասին շատ հպանցիկ խոսել, իզուր չէր, որ հետագայում նա իր ահռելի սիրով հանդերձ Վագների նկատմամբ հայտարարում է, որ Վագները իր Պարսիֆալով, վերջին գործով օպերայով, Պաստորեն նա ասում է ծնկի իջավ խաչի առաջ, որտեղ դուք գիտեք, որ դա քրիստոնեական ոգով ներծծված օպերա է, եւ Վագներին հակադրում է Բիզեի Կարմենը, որպես պրովանսալյան, որպես միջերկրածովային, որպես կենսահաստատ մի բան, նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը տառապանքի եւ մահվան մասին է։ Ուրեմն այս ձևով է նա մոտենում այդ բոլոր ստրուկտուրաներին։ Եվ հաջորդ քայլը, որ նա պետք է աներ, դա բնականաբար պետք է լիներ բարոյականության կազմաքանդումը, բարոյականության ջախջախումը։ Նորից եմ ասում, այստեղ շատ կարևոր է գիտակցել, ինչպես նաև մենք դա ասել ենք սոփեստների ժամանակ։ Նիչեն բարոյականությունը չի վերացնում, որովհետև իրեն բարոյականություն դուրս չի գալիս։ Նիչեն ուղղակի ցույց է տալիս, որ բարոյականություն լինել չի կարող։ Իր հնարավոր ձևերով, բայց դա է ցույց տալիս։ Եվ այստեղ նա առաջ է քաշում մի թեզ, որը ամենակարևոր թեզերից մեկն է Աստծո մահը։ Աստված մեռավ։ Աստված մեռավ։ Տեսեք, սա շատ կարևոր է։ Նա չի ասում Աստված չկա։ Աստված չկան շատ պարզ աթեիզմ է։ Ասում է Աստված մեռավ, Աստված կար։ Աստված կար, բայց Աստված մեռավ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է պարզ բան։ Այն ամբողջ բարոյական, ուրեմն պատկերացումները, որ մենք ունենք, որպես կանոն, գոնե քրիստոնեության շրջանակներում հիմնավորվում են Աստծո գոյությամբ։ Մենք ասում ենք Աստծո պատվիրանների մասին։ Մենք ասում ենք մի սպանաներ, մի գողանար, մի շնանար, ինչու՞։ Որովհետև Աստված ասել է մի արա։ Բայց հիմա պարզվեց, որ Աստված մեռավ։ Աստված մեռավ նշանակում է, որ այլևս մենք չենք հավատում Աստծուն։ Առաջ հավատում էինք, հիմա չենք հավատում։ Բայց եթե մենք այլևս Աստծուն չենք հավատում, ապա դա նշանակում է, որ հասկանալի չի, թե ինչու պետք է չգողանանք, ինչու պետք է չսպանենք, ինչու պետք է չշնանանք, ընդհանրապես հասկանալի չէ, որտեղ հիմնավորում չկա։ Եվ սա շատ պարզ բան է, այստեղ նաև Դոստոևսկու ազդեցությունը կա, դուք հիշում եք Իվան Կարամազովին, որը ասում է, если Бога нет, то всё дозволено։ Ուրեմն սա է, այսինքն Աստված տվյալ պարագայում հանդես է գալիս որպես սիմվոլ ոչ միայն քրիստոնեական բարոյականության, այլև ընդհանրապես որևէ նորմի, որևէ բարոյականության, որովհետև Աստված մեռավ, դա նշանակում է, որ ոչ մի նորմ երբեք որևէ ձևով հիմնավորելի չէ։ Եվ այստեղից է, որ նա գրում է իր այդ գիրքը 1886 թվականին Բարուց եւ Չարից անդին,
Տեսեք, Նիչեն չարի կողմնակից չէ։ Նիչեն չի ասում, ես դեմ եմ բարուն, ընդդեմ չարի։ Նիչեն ասում է, այդ բաժանումը այլևս հիմնավորված չէ, որովհետև չկա որևէ ինստանց, չկա որևէ հեղինակություն, որն ասեր սա բարի է, իսկ սա չար է։ Հետևաբար մենք հայտնվեցինք բարուց եւ չարից անդին։ Եվ այստեղ Ամիջապազանց հետաքրքիր գիրք է գրում բարոյականության ծագումնաբանության շուրջ «Zu Genealogie der Moral» 1887 թվականին, որտեղ նորից մի քիչ Հեգելին ինչ որտեղ հիշացնող շորշոփով խոսում է տերերի եւ ճորտերի բարոյականության մասին։ Եվ այստեղ նա մտցնում է միջապազանց հետաքրքիր գաղափար, նա ասում է բարոյականությունը հնարել են թույլերը։ Ինչու, որովհետեւ ասում է նախնական շրջանում բոլորը անում են այն, ինչ որ իրենց պետք է, բայց ահա ուժեղները կարողանում են իրականացնել իրենց ցանկությունները, թույլերը չեն կարողանում եւ թույլերը քանի որ չեն կարողանում դա անել, նրանք հնարում են բարոյականությունը, ասելով, որ այսինչ բանը չի կարելի, այսա լավ չի, այ դու եթե այսպես բան անես, քեզ Աստված կպատժի։ Եվ այս ամենը ասում են նա հենված է ռեսանտիմանի երևույթի վրա։ Ինչ բան է ռեսանտիման, այդ ֆրանսերեն բառն է նա օգտագործում, ռեսանտիմանը փաստորեն Նիչեն մեկնաբանում է, որպես մի որոշակի ներքին հոգեբանական ինքնաթունավորում։ Այսինքն մարդը, որը ինչ-որ մի բանով զրկված է, որը ինչ-որ մի բանով նեղված է, որին ճնշել են եւ չի կարողանում պատասխանել, այդ մարդը ներքին թունավորում է ունենում։ Սա մի քիչ նման է վրեժին։ Տեսեք, վրեժի մասին ասում են, վրեժը սառն են մատուցում։ Եթե ձեզ մեկը խփի եւ դուք անմիջապես շուռ գաք եւ նրան պատասխանեք ավելի մեծ հարվածով, դա վրեժ չէ։ Վրեժը այն է, որ մեկը ձեզ խփեց, դուք չկարողացաք պատասխանել եւ ասում եք դե սպասիր, կգա ժամանակը եւ ես քեզ կհատուցեմ։ Վրեժը անպայման հետաձգված հատուցումն է։ Իսկ եթե երբևիցե չես կարողանում հատուցել, եթե չի գալիս այդ ժամանակը, ես սկսում ես ինքդ քեզ ուտել, ասում են Նիչեն։ Ինքդ քեզ սկսում ես թունավորել, եւ հենց դա էլ կոչվում է ռեսանտիման։ Եվ այդ ռեսանտիմանի կրողները, այդ ինքնաթունավորման կրողները հնարել են, ասում է, այդ բարոյականությունը։ Մի կողմից իրենք ասում են, իրենք սուրբ են, իրենք լավն են, իրենք բարի են, իրենք ահա Աստծո պատվիրանները կատարում են, իսկ ահա սրանք վատն են եւ սրանք պատժվելու են, եւ դեռևս Աստված հետագայում սրանց դժոխքում։ Հետո բերում է մի շատ հետաքրքիր հատված, լատինատար մի հատված, մի միջնադարյան քրիստոնյա գրողից, որտեղ լավ նկարագրված է, թե ինչպես պետք է այդ ուրեմն մեղսագործներին տանջամահանեն, պետք է ինչ-որ տապակեն իրենց տարբեր թավաների վրա եւ այլն եւ այլն, եւ ասում է, էս են էս հումանիստները։ Իրենք մեծ հաճույքով այս ամենը կանեին, ուղղակի ձեռներից չի գալի, դրա համար ասում են, որ Աստված է պատժել։ Սա չեմ ասում, որ պետք է այս փաստարկները լուրջ ընդունել, բայց ուզում եմ մենք հասկանանք Նիչեի տրամաբանությունը։ Հիմա հարցը առաջանում իսկ ինչ է, այդ տերերը իրենք չունեն բարոյականություն։ Ունեն, ասում է Նիչեն, բայց նրանց բարոյականությունը այդ առևտրական բարոյականությունը չէ։ Ինչ է նշանակում առևտրական բարոյականություն, այն ինչ որ Մարքսն էլ էր ասում, չէ, այսինքն փոխանակման սկզբունքը, ես տալիս եմ այսքան, ես ստանում եմ այսքան։ Այսքան արեցիր, այսքան ստացար։ Այս բարոյականությունը, ասում է Նիչեն, հենված է ողորմածության վրա։ Այսինքն ես ողորմած տեր եմ։ Ես նվիրաբերում եմ իմ բարի վերաբերմունքը։ Այն ինչ որ համարվում է գնադ է։ Գերմանացին ասում է գնադ է։ Այսինքն ես տալիս եմ, շռայլում եմ, որպես շռայլող ես բարոյական եմ։ Բայց ինձանից մի սպասեք, որ ես նստեմ ձեր առևտրական հաշվարկները կատարեմ, ով ինչ տվեց, ով ինչ ստացավ։ Դուրս է գալիս, որ եթե չկա նորմի մասին ընդհանուր պատկերացում, ապա չկա որևէ արժեք, որը ես պետք է ընդունեմ։ Բայց այդ դեպքում ինչ բան է արժեքը։ Դուք խոսում եք արժեքների մասին, ես ասում եմ արժեքը որտեղից եկավ։ Արժեքը պետք է ինձ Աստված տար, Աստված չկա։ Դուք հնարել եք ինչ որ արժեքներ, ինձ ուզում եք պարտադրեք։ Լավ, եթե արժեքներ չկան, բայց այդ դեպքում մենք խոսում ենք արժեքների մասին, արժեքներն ինչ են։ Արժեքները շատ պարզ բաներ են, ասում են Նիչեն, դա ուրեմն մեր գործողությունների հեռանկարն է։ Այսինքն, եթե ես ինչ-որ բան եմ ուզում անել, ես ուրեմն համարում եմ, որ այսինչ նպատակին հասնելու համար այս հեռանկարի մեջ ինչ-որ բան ինձ խանգարում է, ինչ-որ բան ինձ օգնում է։ Այն ինչ-որ ինձ խանգարում է վատն է, ինչ-որ ինձ օգնում է լավն է։ Բայց դա նշանակում է, որ չկա օբյեկտիվություն։ Կա օբյեկտիվություն, ասում են Նիչեն։
Օբյեկտիվ լինել նշանակում է ճիշտ կարողանալ գնահատել, թե ինչն է խանգարում, իսկ ինչն է օգնում։ Ոչ ավել։ Բալանսը կարողանալ պահել, հենց սա նշանակում է լինել օբյեկտիվ։ Այստեղից է գալիս նրա հիմնական աշխատությունը, այսպես խոսեց Զրադաշտը, որը գրվել է 1884-86 թվականներին, եւ այստեղ նա մտցնում է այդ գերմարդու գաղափարը։ Գերմարդը նա է, ով որ ունակ է ինքը իր համար արժեքներ ստեղծել։ Քանի որ մենք պարզեցինք, որ արժեքներ ստեղծող չկա, ուրեմն գերմարդը ինքը իր համար արժեքներ ստեղծողն է։ Եվ գերմարդը հակադրվում է Նիցշեի կողմից վերջին մարդուն։ Այդ վերջին մարդը միջին մարդն է։ Այն կապիտալիստական, այսպես հասարակության մեջ առևտրական, ճղճիմ հետաքրքրություններ ունեցող մարդն է, որին ուզում է հաղթահարել Նիցշեն։ Եվ այստեղ ես ուզում եմ ասել մի շատ հետաքրքիր բան, որ այդ հայտնի Ֆուկույամայի գործը, դուք գիտեք Ֆրանսիս Ֆուկույամայի գործը, պատմության ավարտի մասին, երևի շատերդ լսել եք, որը խոսում է հենց կապիտալիզմի, լիբերալ կապիտալիզմի հաղթանակի մասին, այնտեղ գործը կոչվում է այսպես, ուրեմն եւ վերջին մարդը։ Ֆուկույաման նորից հակադրել է Նիցշեին այդ վերջին մարդուն, որ սա է ի վերջո մեր նպատակը։ Նիցշեն դա չի ընդունում։ Նիցշեի համար վերջին մարդը անընդունելի իր համար գերմարդն է։ Գերմարդը ինքն է արժեքներ ստեղծում։ Բայց հիմա տեսեք, եթե գերմարդը ինքը արժեքներ է ստեղծում, ապա դա նշանակում է, որ ինքն է լույս տալիս, կոպիտ ասած։ Լույսը իրենից է գալիս, ուրիշ տեղից լույս չի գալիս։ Ես սա ստիպված եմ կարդալ, որովհետև շատ գեղեցիկ է գրված, սա Զրադաշտի մեջի գիշերային երգն է։ Լույս եմ ես, աղ թե գիշեր լինեի, բայց հենց սա է միայնությունս, լույսով եմ պարուրված։ Աղ թե խավար լինեի եւ մթին, ինչպես կուզեի լույսի ստինքներից խմել հագենալ, բայց ես իմ սեփական լույսի մեջ եմ ապրում։ Անհաղորդ եմ վերցնողի երջանկությանը եւ հաճախ եմ անրջում այն մասին, որ գողանալն առավել օրհնյալ է երևի, քան վերցնելը։ Սա է չքավորությունս։ Ուրեմն ես չքավոր եմ, որովհետեւ չեմ կարողանում ստանալ։ Ես ստիպված եմ միայն տալ։ Եվ դա նաեւ Նիցշեի իրավիճակն է, որովհետեւ Նիցշեն անընդհատ ինչ-որ բաներ էր ասում, որ իրենից չէին վերցնում, չէին ընդունում, չէին հասկանում։ Ինքը համարում էր, որ ինքը միշտ տվող է, չի կարող ոչինչ ստանալ, որովհետև ով իրեն կարող է որևէ բան տալ, ինքն է արժեքներ ստեղծող։ Իհարկե սա հասկանալի է, որ շատ վտանգավոր թեզ է։ Հետագայում մենք առիթ կունենանք այդ մասին խոսել բոլորովին ուրիշ տեղում։ Այժմ ես միայն բավարարվեմ նրանով, որ Կոստանդին Երզնկացուն հիշեմ, 14-րդ դարի մեր բանաստեղծին, որն ասում է. Ես չեմ ի հավատալ այն սուտ հոգույն, թե ինքն լույս, որ չունի շարավիղ հարեգական իմեց լուսոյն։ Այսինքն Կոնստանտին Երզնկացին իհարկե քրիստոնյա է, ուզում է ասել, որ եթե Աստծուց չի գալի քո լույսը, ես քո լույսին չեմ հավատում։ Բայց ահա այս խնդրեմը կա եւ այս խնդրեմը հետո մենք շարունակելու ենք արտեղերում քննարկել, որ փաստորեն Նիցշեի մոտ միակ լույսի աղբյուրը հենց ինքն է։ Սա է փաստորեն հիմնական գաղափարը գերմարդու։ Հարց է առաջանում, բա այդ գերմարդիկ ուրիշների հետ ինչ բանի են։ Նույն ասում է գերմարդիկ իրար հետ ապրում են չափազանց խաղաղ, իսկ այն թույլ մարդիկ, նրանք իրենք չեն կարող ապրել, նրանք պետք ունեն որոշակի իշխողի, նրանց ճանապարհ ցույց տողի։ Այստեղից էլ գալիս է ուրեմն այդ իշխանության գաղափարը։ Եվ մեկ էլ մի գաղափար, որը ես իհարկե համարում եմ, որ պետք է անպայման հիշատակել, սա ամենակարևոր գաղափարներից մեկն է, Նիցշեի դա այսպես կոչված միևնույնի հավերժական վերադարձն է։ Տեսեք, Նիցշեն մի անգամ Իտալիայում մի ուրեմն լեռնային լճի կողքը քայլելիս, այդտեղ ժայռի վրա կա այդ գրությունը, որ այդտեղ այդ բանը տեղի ունեցել, հանկարծ գաղափար է ունենում։ Իսկ ինչ եթե այն ամենը, ինչ երբևիցե տեղի ունեցել, անընդհատ կրկնվում է։ Այդ միևնույնի հավերժական վերադարձ։ Դուք կասեք ինչ զարմանալի բան կա, որ չէ որ երբ որ կրկնվում է, դե հիմա բոլորն ենք ասում, ասենք որ կան մեռնող եւ հառնող աստվածներ, բնության ցիկլեր, որ ասենք դեռևս Հերակլիտեսն էր ասում, որ ամեն ինչ կրկնվում է։ Այո, բայց Նիցշեն ասում է, որ այդ ամենը կրկնվում է բացարձակ այն մանրամասնությամբ, որով մի անգամ տեղի է ունեցել։ Այսինքն, եթե ձեր մատը մի անգամ մնացել է հեռու լսողած դռան տակ, ուրեմն հաջորդ ցիկլում նորից մնալու է դռան տակ։ Այսպիսի գաղափարներ մենք տեսել ենք։ Բլոկը, հիշում եք,
Ночь улица, фонарь, аптека, бессмысленный и тусклый свет. Живи еще хоть четверть века, все будет так, исхода нет. Умрешь, начнешь опять сначала, и повторится все как встарь. Ночь, ледяная рябь канала, аптека, улица, фонарь. Սա բոլորը գիտեն։ Չգիտեմ ինչի քիչ են ավելի ուշադրություն դարձնում Թումանյանին, որը մի ֆանտաստիկ քարյակ ունի։ Աստեղային երազների աշխարհներում լուսակատ, մեծ խոհերի խոյանքների հերուներում անարատ, անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ, երբեմն ասես զգում եմ ես, թե կհասնեմ նրա մոտ։ Անհիշելի վերհուշերի մշուշները նրբաղոտ ցույց են տալիս, որ ահա այդ ամենն անընդհատ կրկնվում է։ Հասնում է նրա մոտ, հետ է գալիս, նորից է հասնում, նորից հետ գալիս։ Այս տարօրինակ գաղափարն է, ուրեմն Նիցշեն ունեցել, մեկնաբանությունները ահռելի են։ Թե որն է, ինչպես է պետք հասկանալ, ինչ է պետք անել, ես չեմ ուզում, ժամանակ չունենք, դրա մասին չեմ ուզում խոսել, միայն ասեմ, որ օրինակ մեկը այդ մեկնաբանությունների շատ հետաքրքիր է, այստեղ նույնպես միավորված է Պարմենիդեսի եւ Հերակլիտեսի, դուք հիշում եք դրանց մասին երկու սկզբունքները։ Այսինքն մի կողմից ամեն ինչ անընդհատ շարժման մեջ է, բայց մյուս կողմից քանի որ անընդհատ կրկնվում է, ուրեմն ամեն ինչ մնում է անշարժ։ Այդ շարժումը քարանում է անընդհատ կրկնության մեջ։ Վերջին օրերը շատ ծանր են եղել, ես նկատի ունեմ վերջին օրերը խելագարությունից առաջ։ Նա մի խումբ նամակներ է գրել ամենատարբեր մարդկանց, որտեղ իրեն միևնույն ժամանակ անվանել է եւ խաչված, եւ Դիոնիսոս։ Այսինքն ինքն իրեն նույնացրել է եւ Դիոնիսոսի հետ եւ Քրիստոսի հետ։ Ծառից կախվածը Դիոնիսոսը այդ խառնի խուռն բաներն են, որից հետո գալիս է հետ մահու կյանքը, մեղադրում են երբեմն քրոջը Էլիզաբեթ Ֆորստեր Նիցշեին, որը մի փոքր այսպես որոշակի ձևով է մեկնաբանել տվել Նիցշեի այդ գրածները եւ դրանք փաստորեն հիմք են ծառայել նրա համար, որ նացիոնալ սոցիալիստները շատ այսպես թմբկահարել են Նիցշեին եւ նրա անունը ինչ որ ձևով այսպես ախտոտվել է նացիոնալ սոցիալիզմի հետ այդ կապի պատճառով։ Ես չեմ կարծում, որ դա առանց հիմքի է տեղի ունեցել, որովհետև կան Նիցշեի մոտ բաներ, որոնք իսկապես տանում են դեպի այդ նացիոնալ սոցիալիզմը, բայց այն ինչ որ ես արդեն այստեղ փորձեցի ասել, ցույց է տալիս, կարծում եմ, որ Նիցշեն շատ ավելի մեծ է, քան թե այդ պարզ պրիմիտիվ կապը եւ Նիցշեի ահռելիությունը գնալով ավելի նկատելի է դառնում ամբողջ փիլիսոփայության մեջ։